Ողջույն ընկերներ, իմ ձայնը լսվում է։ Այո։ Այո։ Իսկ ինձ տեսնում եք, ինձ մոտ կողոցասը չի տալիս, որ ես երևում եմ։ Երևում եմ։ Այո։ Ողջունում եմ բոլորին, շնորհակալ եմ, որ միացել եք։ Ողջունում եմ թե ձեզ, թե մյուսներին, ովքեր հետո կմիանան, գուցե եւ չմիանան, որովհետեւ դեռ աշխատանքային ժամը չի ավարտվել։ Ամեն դեպքում նաև նրանց, ովքեր հետո կդիտեն ձայնագրությունը եւ փորձում ենք նաև Facebook-ում լայվ միացում անել։ Շնորհակալ եմ, որ միացել եք։ Հուսով եմ վեբինարը ձեզ համար հետաքրքիր կլինի։ Այն կտևի մոտավոր 40 րոպե եւ եթե ընթացքում կունենաք հարցեր, խնդրում եմ գրել չաթում, ես սիրով վերջում անպայման կանդրադառնամ։ Հիմա իմ էկրանը կկիսեմ ձեզ հետ եւ սկսենք։ Երևում է, չէ՞, իմ էկրանը։ Այո։ Եկեք ծանոթանանք, կարծում եմ ամեն դեպքում, երբ որ նայում էի ցուցակը, ես հասկացա, որ կան մարդիկ, ովքեր մասնակցել են մեր գրեթե բոլոր վեբինարներին, կարծում եմ արդեն ծանոթ ենք հեռակակարգով։ Ես Շուշանն եմ, Յութիչ ընկերության համահիմնադիրը եւ օպերացիոն տնօրենը։ Ուրախ եմ ձեզ ողջունել։ Այսօրվա մեր թեման օֆլայնից օնլայնն է, թե ինչու ձեր օֆլայն դասավանդման բիզնեսը, դասավանդումը նույնպես բիզնես է, պետք է ունենա նաև օնլայն տարբերակ, օնլայն ակադեմիա։ Բայց մինչ այդ երկու բառով Յութիչի մասին, եթե տեղյակ չեք, Յութիչը ամբողջը մեկում հարթակ է օնլայն դասավանդման, ինչպես նաև աշխատակիցների վերապատրաստման եւ կրթության գործընթացն ավտոմատացնելու համար։ Այս մասին մենք այդքան էլ չենք խոսել մեր սոցհարթակներում, բայց Յութիչը հարթակ է, որտեղ այո, եթե դուք ունեք ընկերություն կամ ծանոթներ ունեք, ովքեր ունեն ընկերություններ, կարող եք նաև սրա մասին բարձրաձայնել, որ կարելի է աշխատակիցների վերապատրաստումների գործընթացը նույնպես Յութիչի օգնությամբ անել։ Այսօր մեր գործիքակազմից չենք խոսի, որովհետև դա բաց դրված է, կարելի է ուսումնասիրել, կարելի է ուղղակի Յութիչում գրանցվել եւ 14 օր անվճար հնարավորություն կա ուսումնասիրելու մեր գործիքակազմը։ Այսօր խոսենք հենց օնլայն ակադեմիայից։ Յութիչը հիմնադրվել է 5 տարի առաջ, երբ որ COVID-ը սկսվեց, կարելի ասել ճիշտ ժամանակին, այն օգտագործում է, մեր լուծումը օգտագործում են ամբողջ աշխարհում, սկսած Հայաստանից, վերջացրած Ինդոնեզիայով, Ամերիկայի Միացյալ Նահանգներով եւ եվրոպական երկրներով։ Եվ այսօրվա քննարկվող թեմաները, այո, ինչ է օնլայն ակադեմիան, ինչով է այն տարբերում առհասարակ Zoom-ով դասընթացներից, Telegram-յան տարբերակ, ով են մարդիկ անում YouTube-ից եւ այլն, որքան եկամուտ եք դուք կորսում, եթե չունեք օնլայն դասընթացներ, չունեք ձեր օնլայն ակադեմիան, այն որպես բիզնեսի մասշտաբավորման միջոց, եթե արդեն ունեք ինչպես ապահովել վաճառքներ, ամենակարևոր հարցերից եւ ինչ առաջարկ ունի Յութիչը։ Բայց մինչ այդ մի փոքր նախաբան։ Օնլայն կրթությունը այլևս ապագա չէ, այն ներկա է, սրա մասին մենք բազմիցս ենք խոսում։ Ամենակարևոր բաներից մեկը, չնայած դեռ շարունակվում են օֆլայն դասընթացները, իհարկե դա լավ է, բայց գնալով դրանց նվազում է դրանց թիվը, որովհետև այդքան էլ հարմար չէ մարդկանց։ Ինչու՞, որովհետև կյանքի ռիթմը փոխվում է, մենք բոլորս արդեն ուզում ենք սովորել օնլայն, իսկ արդեն դասավանդողները ուզում են աշխատել ավելի շատ օնլայն տարբերակով։ Եթե թվերով խոսենք, էլեկտրոնային ուսուցման շուկան ամեն վայրկյան կարելի ասել աճում է, COVID-ից հետո կայծակնային արագությամբ եւ այսօրվա դրությամբ այն 400 միլիարդի է հասնում, միլիարդ դոլարի, պատկերացրեք, չգիտեմ, պատկերացնում եք թե չէ, այդ ինչքան մեծ թիվ է, այսինքն այս թիվը արդեն խոսում է նրա մասին, որ այո, մենք պետք է դասավանդենք օնլայն, որովհետեւ մարդկանց ուսանողներին այդպես ավելի հարմար է։ Բացի դրանից, ինչպես ասացի, սովորողների վարքագիծն է փոփոխվում, այդպես հարմար է, այդպես իրենք ավելի նորույն են եւ այլն։ Եվ իհարկե մրցակիցների մասին, որովհետեւ եթե
դուք չունեք օնլայն տարբերակ, զիջում եք մրցակիցներին, դա միանշանակ, այսինքն ետ եք մնում եւ եթե չկա այս պահին մրցակցային, հա, ովքեր կան ձեր թեմայի մեջ, չունեն օնլայն դասընթաց, պետք է անպայման առաջ անցնել եւ առաջինը լինել։ Եվ ինչպես այստեղ նշել եմ, եթե դուք չունեք օնլայն առաջարկ, բաց եք թողնում շուկայի մեծ մասնաբաժին, դա փաստ է եւ ոչ միայն խոսքեր, այստեղ փորձել եմ թվերով մի քիչ մաթեմատիկա անել, որպեսզի ավելի պատկերավոր, այսպես պատկերացնեք, թե ինչ ենք մենք կորցնում։ Ենթադրենք, դուք ունեք 50 վճարող ուսանող եւ եկեք պատկերացնենք, որ սա չեմ ասում ամսական, որպեսզի շատերիդ մոտ կարող է դա մտածեք, որ ճոխացրած են թվերը, եկեք վերցնենք տարեկան։ Տարեկան դուք կարող եք ունենալ 50 վճարող ուսանող, սա վիդեոկուրսերի մասին եմ ասում, եթե ունեք օնլայն դասընթացներ եւ մոտավոր $100 համարժեք դրամով վերցնենք դասընթացը։ Դուք տարեկան կորցնում եք $5000 պասիվ եկամուտ։ Ինչ է իրանց ներկայացնում պասիվ եկամուտը։ Երբ որ դուք օֆլայն եք դասավանդում, դա պասիվ եկամուտ չի, ձեր աշխատանքն է, որտեղ դուք հասնում եք A կետից B կետը, ձեր ժամանակն եք ծախսում, ձեր գումարն եք ծախսում, խոսում եք այդ 2 ժամը, այսինքն նորմալ աշխատանք եք կատարում, դա պասիվ եկամուտ լինել չի կարող։ Պասիվը դա այն եկամուտն է, որը դուք ստանում եք, երբ որ ուղղակի, ասենք, քնած եք, հա, քնել եք, բայց գիշերվա 1000-ին օրինակ ինչ-որ մեկը կարող է ձեր վիդեոկուրսը գնել եւ սովորել։ Դա պասիվ եկամուտն է, ու եթե դուք չունեք սա, կորցնում եք այդքան եւ մոտավոր կարող եք ունենալ ոչ միայն 1 դասընթաց, այլ նաեւ 3-ը, 5-ը եւ ավելի շատ։ Ավելին կարող է դասընթացը թեման բաժանված լինել ավելի մանր դասընթացների տարբեր թիրախային խմբերի համար եւ վաճառվել տարբեր արժեքներով։ Ուստի դուք տարվա կտրվածքով կարող եք $10,000+ ու իրականում չստացի, որ սա ճոխ թիվ է, իրականում մենք ունենք հաճախորդներ, ովքեր մի քանի անգամ ավելի շատ են վաստակում հենց վիդեո դասերով։ Եվ այս ամեն ինչը իհարկե առանց լրացուցիչ ֆիզիկական ռեսուրսի, այսինքն ձեզ պետք չի տարածք վարձել, ձեզ պետք չի վճարել էլեկտրաէներգիայի համար եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչի հաջողության հիմքը ըստ իս եւ առհասարակ ստատիստիկայի դա հիբրիդայինն է, ինչը իրենց ներկայացնում։ Դեռ շատերը մտածում են, որ վիդեոկուրսերով միայն չես կարող լիարժեք ամեն ինչ տալ ուսանողին, բայց այստեղ կա մի հատ տարբերակ հիբրիդային ուսուցումը, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ կարող եք վիդեո դասեր սարքել, պատրաստել, չգիտեմ, թեստերով, ամեն ինչով, սերտիֆիկատներով, այդ ամեն ինչը կազմակերպել օնլայն, բայց ունենալ նաև, օրինակ, workshop-ի հնարավորություն կամ օֆլայն մեկ հանդիպման հնարավորություն, այն ուսանողների համար, ովքեր գնել են ձեր դասընթացը, եւ հանդիպել դասընթացի ավարտին այդ օֆլայն հանդիպման շրջանակներում մոտավորապես 2 ժամ եւ քննարկել բոլորի հուզող հարցերը։ Դա հիբրիդային դասավանդումն է եւ մի քանի անգամ ավելի լավ է աշխատում։ Կարող է օֆլայն չլինել, կարող է օնլայն լինել, այսպես, բայց դասընթացաբարի հետ կապը կարող է պահպանել եւ լիարժեք դարձնել այդ ուսուցումը։ Որպես բիզնեսի մասշտաբավորման միջոց, ելի շարունակելով այս միտքը, մենք չենք վճարում վարձ, չունենք սենյակի սահմանափակում։ Անգամ եթե որոշել եք workshop կազմակերպել վիդեոդասն ավարտած ուսանողների հետ, դուք կարող եք ուղղակի 1-2 ժամով վարձակալել ինչ-որ տարածք, որը կարող է արժանալ օրինակ $20,000 վերցնել այդ բյուջեից, որը աշխատել եք եւ 1 օրով դա անել, այսինքն ամսավճարով ինչ-որ տարածք վերցնել կարիք չկա։ Մեկ ներդրում անվերջ վաճառք, ներդրում վիդեոդասեր ստեղծելիս որպես այդպիսին կարող է լինել ու նաև կարող է չլինել։ Եթե անհատական ինքներդ եք անում, օրինակ կարող է լինել միայն ենթադրենք հարթակի բաժանորդագրությունը եւ վերջ։ Իսկ եթե ընկերություն եք, ավելի պրոֆեսիոնալ նկարահանում եք ցանկանում, կարող է օրինակ ծախս լինել նկարահանող խումբը, որը կմոնտաժի նաև ձեր վիդեոդասերը եւ այլն եւ այլն։ Այսինքն, բայց դա միանգամյա ծախս է, որը հետո բնականաբար վաճառելու եք եւ ծախսը դուրս է գալու։
Ակադեմիանի տարբերությունը օֆլայն դասընթացների աշխատում է 24 եւ 7 ռեժիմով։ Դուք կարող եք վաճառել ինչքան ցանկանաք, այսինքն որքան լավ առաջ խացնեք, այնքան շատ կվաճառեք, կարող եք նաեւ սփյուռքի համար աշխատել, սփյուռքին վաճառել, հա, ու նոր շուկաներ։ Օրինակ մենք հիմա ես քիչ հետո կխոսեմ, աշխատում ենք One Way ակադեմիայի հետ, կարծում եմ շատերդ գիտեք One Way տուրին, իրենք ունեն նաև դասընթացներ օֆլայն այս պահին աշխատում ենք ստեղծել վիդեո դասերը, որոնք իրենք պլանավորում են, այսինքն իրենց թիրախը Երևանից դուրս գտնվող մարդիկ են, որովհետև իրենք չեն կարողանում գալ եւ Երևանում ներկա գտնվել իրենց օֆլայն դասերին։ Եվ օնլայն մոդելը օգնում է պահել հին հաճախորդներին եւ ներգրավել նորերին, սա փաստ է, որովհետև ցանկացած նոր բան, երբ որ մենք անում ենք, առաջին բանը, որ պետք է անել, դա արդեն եղած հաճախորդներին դա ներկայացնելն է, որտեղ շատ հաճախ հենց իրենք են դառնում մեր նոր պրոդուկտի առաջին գնորդը։ Ինչն է տարբերում պրոֆեսիոնալ լուծումը YouTube-ից, Zoom-ից, Telegram-ից, Telegram-ը առավել հայտնի է Հայաստանում եւ Ռուսաստանում։ Իրականում տարբերությունները շատ են։ Նրանցից եւ ոչ մեկը չի կարող համարվել օնլայն ակադեմիա, այսինքն երբ որ դուք օրինակ Zoom-ով դասեր եք անում, գումար եք վաստակում, դա չի նշանակում, որ դուք ունեք օնլայն դասեր, բայց դա չի նշանակում, որ դուք ունեք օնլայն ակադեմիա։ Նախ օնլայն ակադեմիան իրանից ներկայացնում է առաջին հերթին կայք, ձեր բրենդով, ձեր դոմեյնով։ Դոմեյնը, եթե չգիտեք, դա կայքի հասցեն է։ Օրինակ, երբ որ դուք մուտք եք գործում facebook.com, դա դոմեյնն է, կամ uthich.io, դա դոմեյնն է։ Դա նշանակում է, որ եթե ունեք օնլայն ակադեմիա, կարող եք կցել ձեր դոմեյնը, որը կունենա անվանում, որը դուք կընտրեք, ձեր բրենդը, բրենդի գույները, ձեր լոգոն, այսինքն երբ որ մարդը, ուսանողը գովազդից կամ որևէ տեղից կհայտնվի ձեր էջում, այսինքն արդեն կայքում, կհասկանա, որ ինքը լուրջ ակադեմիայում է հայտնվել։ Լրիվ ավտոմատացում ունի օնլայն ակադեմիան ի տարբերություն YouTube-ի եւ Zoom-ի վճարումից մինչեւ սերտիֆիկատ, այսինքն մարդիկ գալիս են ձեր կայք, իրենք տեսնում են կայքը, բայց background-ում, այսինքն աշխատում է ավտոմատացում։ Մարդիկ կարողանում են տեսնել ինչ դասընթացներ ունեք, կարողանում են սեղմել գնել կոճակին եւ գնել այդ դասընթացը, ավտոմատ ստանալ նամակներ, որ ունեն հասանելիություն, սովորել, տեսնել ընթացքը եւ այլն եւ այլն եւ վերջում ստանալ սերտիֆիկատ։ Դա թույլ է տալիս օնլայն ակադեմիան։ Հաճախորդի որակյալ փորձ UX, user experience-ն է սա, որակ անհատականություն եւ այլն։ Օրինակ ամենահասարակ օրինակը եթե բերեմ, չգիտեմ, գուցե մասնակցած լինեք դասընթացներ, որոնք տեղի են ունենում Telegram-ում։ Քանի որ ես եւս այդ փորձը ունեցել եմ, կարող եմ կիսվել։ Երբ որ դու Telegram-ում ես, որտեղ դասընթացաբարը վերբեռնում է, այսպես ասած, չաթում վիդեոները, որոնցով դու պետք է սովորես, ու երբ որ ցանկանում ես պահի տակ ինչ-որ բան նայել, անդադ պետք է սկրոլ անես, ինչպես է, պտտես, միգուցե սխալ բառ ընտրեցի, որպեսզի գտնես քո ուզածը։ Բայց պրոֆեսիոնալ օնլայն ակադեմիայում այդպես չի, որովհետև ամեն ինչ դասավորված է հերթականությամբ եւ ուսանողը հստակ գիտի, որ ինքը որտեղ, որ էջում, որ դասընթացը կարող է տեսնել։ Այս դա կոչվում է հենց user experience, որը շատ-շատ կարևոր է հաճախորդին պահելու համար։ Իսկ այսօր, քանի որ մենք 21-րդ դարում ենք ու ֆանտաստիկ կերպով ամեն ինչ զարգանում է, հաճախորդին պահել այդքան էլ հեշտ չի, որտեղ կարող է ուղղակի մրցակցին ընտրել եւ վերջ։ Եվ իհարկե վստահելիություն եւ պրեմիում ընկալում։ Նույնը չէ, եթե համեմատենք, որ ուսանողը տեսնում է պրոֆեսիոնալ կայք, որտեղ կա ամբողջ ինֆորմացիան, որտեղ կան օրինակ նախկին ուսանողներից կարծիքներ եւ այլն, քիչ հետո ցույց կտամ, դա իրենց մոտ վստահություն է առաջացնում, ինչը շատ-շատ կարեւոր է եւ պրեմիում ընկալում, այսինքն հասկանում է, որ լուրջ մարդիկ են այստեղ եւ կարելի է իրենցից օգտվել։ Այս ամեն ինչը չի տալիս ոչ YouTube-ը, ոչ Zoom-ը։ YouTube-ը շատ լավ տարբերակ է այնտեղից մարդիկ բերելու, այսինքն դուք կարող եք YouTube-ը օգտագործել որպես մարքեթինգի գործիք, որտեղ կլինեն, օրինակ, դասընթացի որևէ թեմայով հետաքրքիր տեսանյութեր կտեղադրեք, այնտեղից արդեն մարդիկ կարող են գալ ձեր կայք, ձեր օնլայն ակադեմիայի կայք, բայց իրեն օգտագործել որպես օնլայն ակադեմիայի փոխարինող որևէ բան,
դա արդեն չէ, 21-րդ դարում արդեն չէ։ Օնլայն ակադեմիա ունենալու ամենակարևոր բաներից մեկը օգնող գործիքներից եւ կարևոր դա LMS ունենալն է։ LMS-ը դա Learning Management System-ն է, որը ծրագրային ապահովման համակարգ է, ինչ է իրենց ներկայացնում։ UTech-ն է LMS։ Հայկական շուկայում միակը, բայց աշխարհում LMS-ներ իրականում շատ կան, մանավանդ երբ որ մանավանդ հա COVID-ից հետո ավելի շատացան, LMS-ները հիմնականում դրանք հարթակներ են ամբողջությամբ այն գործիքակազմով, որոնք անհրաժեշտ է օնլայն դասավանդումը ավտոմատացնելու համար, ունենալու կայք եւ ավտոմատացնելու, վաճառելու, չգիտեմ, սերտիֆիկատներ տալու եւ այլն եւ այլն։ LMS-ները նույնպես իրարից տարբերվում են բնականաբար, բայց հիմքը նույնն է, այսինքն բոլոր LMS-ները պետք է ունենան թեստեր։ Այդ թեստերը կարող են իրարից տարբերվել, իհարկե ֆունկցիոնալով, բայց հիմնական բոլոր LMS-ները ունեն թեստեր, սերտիֆիկատներ եւ այլն։ Ինչն է ամենակարևորը այս դեպքում։ Նախ ուսումնական ծրագրի պլանավորում կարող եք անել LMS-ով, այսինքն ամեն ինչ մեկտեղում եւ պլանավորված։ Վերլուծություն եւ հաշվետվություն։ Սա ոչ մի տեղ, այսինքն ոչ, չգիտեմ, Zoom-ով կարող եք բնականաբար անել, կարող է ցույց տալ օրինակ ովքեր են մասնակցել դասին, ովքեր չէ, չգիտեմ, ունի այդ հնարավորությունը թե չէ, բայց եթե օրինակ վիդեոկուրսեր եք անում, կամ թեստեր ունեք եւ այլն, LMS-ում դուք կարող եք տեսնել վերլուծություններն ու հաշվետվություններ դուրս բերել։ Դա ուրիշ ոչ միտեղ չեք գտնի։ Այսինքն, երբ որ ունեք վիդեոկուրս, ենթադրենք ուսանողը անցնում է այդ վիդեոկուրսը, դուք հստակ կարող եք տեսնել վերլուծության շնորհիվ, դա ավտոմատ է արվում, այսինքն դուք ոչինչ չեք անում։ Կարող եք տեսնել, թե այդ վիդեոկուրսի քանի տոկոսն է օրինակ ուսանողը անցել, որ դասընթացի վրա է մնացել, վերջին մուտքը ուսանողի ձեր հարթակ երբ է եղել, պատկերացնում եք, թե ինչքան շատ ինֆորմացիա ունեք կամ այդ թեստը քանի վայրկյանում, քանի րոպեում է անցել, քանի հարցին է ճիշտ պատասխանել, անգամ որ հարցերն է սխալ պատասխանել։ Այս ամեն ինչը շատ կարևոր է ցանկացած բիզնեսում, կլինի դա օնլայն ակադեմիան, թե կլինի բոլորովին այլ բիզնես, եթե մենք չունենք հստակ թվեր, պարզապես ստացվում է, որ կույր բիզնես ենք անում։ Եվ իհարկե լինում են նաև դեպքեր, որ կարիք է լինում հաշվետվություններ տալու, նամանավանդ եթե ուսուցման կենտրոն է կամ մեծ ընկերություն է, բնականաբար բացի վերլուծությունից հաշվետվություններ են պետք, այդ նշանակում է, որ կարողանում են մարդիկ ֆայլերով դուրս բերել այդ ինֆորմացիան եւ պահպանել իրենց մոտ կամ ուղարկել ուր որ պետք է, այդ ամեն ինչ ունի LMS-ը։ Գրանցում եւ տվյալների կառավարում ինչպես է, եթե չունեք օնլայն հարթակ, օնլայն ակադեմիա, ինչպես է ստացվում գրանցումը, հիմնականում շփվում են սոցցանցերով, չգիտեմ, պայմանավորվում են եւ այլն եւ այլն։ Անգամ եթե օնլայն օրինակ Zoom-ով դասընթաց եք անում, հա, նույնն է, ինչ որ տեղով շփվում եք։ Իսկ երբ որ ունեք օնլայն ակադեմիա, անգամ գրանցումը լինում է ավտոմատ, այսինքն մարդիկ գալիս են ձեր կայք, գրանցվում են կայքում, իրենց տվյալները ավտոմատ կերպով հայտնվում են ձեր մոտ, այսինքն դուք իրենց չեք կորցնելու։ Եվ իհարկե օնլայն դասերի կազմակերպում, ինչի մասին խոսեցինք։ LMS-ի կարևորությունը, կարծում եմ արդեն պարզ է ինչքան է կարևոր, բայց մի քանի բան եւս։ Հասանելիություն։ Հասանելիությունը 24 եւ 7-ի մասին խոսեցինք, եթե դուք ունեք կայք օնլայն ակադեմիա, ինքը միշտ հասանելի է։ Այսինքն, երբ որ ուսանողը մուտք գործի ձեր դոմեյնով, ձեր հասցեով կայքի, ինքը միշտ հասանելիություն է ունենալու ձեր դասընթացներին։ Անգամ երբ որ դուք արձակուրդում եք, անգամ երբ որ դուք իրեն չեք պատասխանում, միևնույնն է, ինքը տեսնելու է այդ ամեն ինչը, կարողանալու է սովորել։ Մասշտաբայնության մասին եւս խոսեցի, իրենց կարելի է վաճառել աշխարհով մեկ, որովհետև անգամ, չգիտեմ, աշխարհի մյուս ծայրից իրենք մարդիկ կարողանալու են մուտք գործել ձեր կայք։ Ինտեգրացիաներ։ Ինտեգրացիան ինչ է նշանակում։ Կան շատ գործիքներ, որոնք կարելի է ինտեգրել ձեր համակարգ, LMS համակարգ, մեկ այլ բանի համար, օրինակ մեյլեր ուղարկելու։ Իհարկե LMS-ներում կան մեյլեր, ավտոմատացված մեյլեր, բայց կան նաև այնպիսի ծրագրեր, որոնք ուղարկում են մարքեթինգային մեյլեր։ Ենթադրենք մարդիկ բաժանորդագրվում են ձեր կայքում
մեյլերի համար, որպեսզի իրենք հետաքրքիր հաստատ տեսել եք։ Բաժանորդագրվում եք օրինակ նորությունների համար եւ այլն։ Ինտեգրվում է LMS-ի հետ տվյալ ծրագիրը, երբ որ մարդիկ իրենց մեյլը թողնում են, ավտոմատ կերպով արդեն ամիսը 1-2 անգամ դա արդեն դուք ինքներդ եք որոշում, ստանում են նամակներ։ Այսպեսի շատ տարբեր ոչ միայն մեյլերի հետ կապված ծրագրեր կան, որոնք կարելի է ինտեգրել ձեր on-line ակադեմիայի կայք եւ այսպես ասել վայելել այդ պրոֆեսիոնալ մոտեցումը։ Անալիտիկա եւ հաշվետվությունները արդեն խոսեցինք եւ սովորողի ներգրավվածությունը, այո, սովորողը ինքն է որոշում երբ սովորի, ինչպես սովորի, որտեղից սովորի, հետո LMS-ը ունի գործիքներ ներգրավելու սովորողին, տարբեր դա կլինի թեստեր, տնային առաջադրանքներ եւ այլն, թե ֆիդբեք թողնելու տեղ, այսինքն գործիքները թույլ են տալիս այս ամեն ինչը ապահովելու։ Եվ ինը հիմնական պատճառ ներդնելու SAS LMS, դա արագ ներդրումն է, ինչ է նշանակում։ Եթե օրինակ հիմա գրանցվեք YouTube-ում, դա կտևի մի քանի վայրկյան ու մաքսիմում 1 րոպե, ոչ ավելին։ Այսինքն եթե դուք ունեք դասընթաց, իր ծրագիրը կամ ենթադրենք որոշել եք, դեռ չունեք վիդեոդաս, բայց որևէ on-line դասընթաց կազմակերպել, ավելի պրոֆեսիոնալ, հա, ունենալ ձեր կայքը, edge-ը, որ մարդիկ գան միանգամից edge-ում տեսնեն, edge-ում գրանցվեն եւ այլն, այլ ոչ թե ուղղակի Google Form-ա սարքեք, դուք կարող եք ընդհանրապես րոպեների ընթացքում այս ամեն ինչը կազմակերպել, այսինքն դա արդեն պատրաստի ծրագիր է։ Ունի ամբողջական լուծում, LMS-ները պատրաստի են։ Դա նույնը չէ, ինչ օրինակ գտնեք ծրագրավորող, ասեք ես այս ինչ բաներն եմ ուզում իմ կայքում եւ ինքը սկսի 0-ից պատրաստել։ Նախ սա շատ թանկ է, անգամ պետք չէ դրա մասին մտածել։ Եվ նաեւ ռիսկային, իսկ LMS-ները ամբողջական լուծում ունեն, իրենք ունեն արդեն բոլոր գործիքները, որոնք ձեզ պետք են։ Թեստավորված տեխնոլոգիա, երբ որ առհասարակ ոչ միայն LMS-ներում ծրագրերում որևէ բան է ավելանում, այդ ամեն ինչը թեստավորվում է, երկար ճանապարհ է անցնում մինչև հաճախորդին, հա, մինչև ձեզ հասնել է։ Այդ նշանակում է, որ դուք կարող եք վստահ լինել, որ այդ ամեն ինչը շատ լավ աշխատում է եւ այն է, ինչ որ պետք է։ Իհարկե շտկումների կարիք միշտ լինում է, բայց ամեն դեպքում այն հիմնական լուծումը կա։ Աջակցություն եւ վերապատրաստում թիմը միշտ աջակցում է, ունի նյութեր, որոնք ձեզ կօգնեն կամ կարող է օգնել ինքները տանել։ Բյուջեի խնայում, ինչպես արդեն ասացի ծրագրավորման հետ կապված, դա նաեւ ռիսկեր է պահանջում ու նաեւ շատ մեծ գումար է, անգամ ընկերությունները, օրինակ UTC-ից եւ ոչ միայն UTC-ից օգտվում են շատ մեծ ընկերություններ, որոնք եթե այսպես մտածենք, կարող են իրենց թույլ տալ ենթադրենք ունենալ ծրագրավորողների թիմ ենթադրենք, հա, եւ իրենց համար առանձին LMS սարքել, բայց դա անիմաստ գումարի վատնում է, որովհետեւ եթե կա արդեն լուծում, ինչու գումար ծախսել դրա վրա եւ բացի դա մեծ ռիսկ է գուցե եւ չստացվի։ Իսկ երբ որ օգտագործում ես արդեն պատրաստի հարթակ, կարող ես ընդհանրապես բաժանորդագրություն դադարեցնել, եթե հանկարծ ինչ-որ բան չստացվի։ Ինտեգրում այլ համակարգերի արդեն խոսեցի, մնայուն թարմացում։ Էլի շատ կարևոր կետ, որովհետև LMS-ների վրա աշխատում են թիմեր ամեն օր, իսկ դա նշանակում է, որ անընդհատ թարմացվում է։ Ենթադրենք, եթե դուք այսօր ունեք միայն վիդեո դասեր, վաղը կարող եք որոշել, որ փաթեթների միջոցով վաճառեք այդ վիդեո դասերը, մի փոքր ուշ կպատմեմ, դա կա արդեն LMS-ում, կամ անդադ նոր գործիքակազմ է ավելանում, անդադ նոր թարմացումներ են լինում, այդ նշանակում է, որ յուրաքանչյուր նոր թարմացման հետ դուք կարող եք ավելի բարելավել ձեր դասընթացների որակը կամ ուսանողների հետ կապված ցանկացած հարց եւ այլն, ու դուք դրա համար, ինչը ամենակարևորն է, ոչինչ չեք վճարում։ Եվ վերլուծական զարգացման գործիքներ, դրա մասին արդեն խոսեցի, բացի նրանից, որ յուրաքանչյուր LMS ունի վերլուծական գործիքներ, կան նաև YouTube-ում, ես խորհուրդ եմ տալիս, եթե չգիտեք դեռ դրա մասին, օգտագործել նաև Google-ի եւ Yandex-ի գործիքները։ Yandex ունի Yandex մետրիկա, որի շնորհիվ դուք կարողանում եք տեսնել, թե ինչ է կատարում ձեր կայքում, այսինքն լայվում, ինչպես է ուսանողը մուտք գործել, որ էջերն է նայել, յուրաքանչյուր հատվածում ինչքան է մնացել եւ առհասարակ կայքում ինչքան է մնացել, այս շատ կարեւոր է, որովհետեւ եթե օրինակ դուք կայքում ունեք մի քանի
կոճակ, որը ընտանում են նույն դասընթացին, բայց ունի տարբեր տեքստեր, չէ, այդպես թեստեր են անում, դուք այդպես կարող եք տեսնել եւ ոչ միայն Yandex մետրիկայով, այլ տարբերակներ եւս կան, անալիտիկ, կարող եք տեսնել, թե որ կոճակը ավելի շատ գրավեց, օրինակ ուսանողին, եւ կատարել ենթադրություններ ու դրանից հետո արդեն անել փոփոխություններ։ Նաև Google Analytics-ը եւս շատ լավ գործիք է, այս ամեն ինչը անվճար է։ Խորհուրդ եմ տալիս անպայման օգտագործել, եթե կունենաք կամ ունեք արդեն ձեր on-line ակադեմիան։ Եվ որպեսզի այս ամեն ինչ ավելի պատկերավոր լինի, ես մի քանի 3-4 օրինակ եմ դրել YouTube-ի հաճախորդներից, այսպես կարճ նայենք, ես բացատրեմ։ Սա առաջինը One Way Ակադեմիան է, One Way Tour-ի դասընթացների։ Իրենք այս պահին ունեն արդեն մի քանի տարի ունեն օֆլայն դասընթացներ, ու այս պահին YouTube-ով պատրաստված կայքն է, այս պահին մենք իրենց հետ աշխատում ենք վիդեո դասեր ստեղծել, մի քանի օր առաջ նկարահանումները սկսվեցին, ինչը նշանակում է, որ շուտով նաև իրենք կունենան իրենց ամբողջական արդեն պրոֆեսիոնալ on-line ակադեմիա եւ կկարողանան իրենց վիդեո կուրսերը վաճառել Երևանից դուրս ապրող մարդկանց ու նաև Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին։ Market Social Skill Set-ը սա on-line ակադեմիա է, Valberis-ի դասընթացներ են մենեջերի եւ բայերի, եթե չեմ սխալվում։ Իրականում մենք հետո կուղարկենք նաև այս սայքաշարը ձեզ, որտեղ կլինեն նաև կայքերի հղումները, ես ուզում եմ հատուկ ուշադրություն դարձրեք, թե ինչքան պրոֆեսիոնալ է կայքը, որովհետև Աղավնին հիմնադիրը կարելի ասել ինքը օգտագործում է LMS-ի մեր յութիչում եղած գործիքակազմի, չգիտեմ, եւ 80%-ը շատ պրոֆեսիոնալ ձևով, այսինքն այստեղ օգտագործված, կներեք, այստեղ օգտագործված են ոչ միայն վիդեո կուրսերը, օգտագործված են նաև բանդլի տարբերակներ, ինչի մասին ես խոսեցի, երբ որ մի քանի դասընթաց վաճառվում է մեկ արժեքով եւ փաթեթի մեջ, այստեղ օգտագործվում է նաև affiliate-ը, ինչը իրենց ներկայացնում է, եթե շատ པարզ լեզվով ասեմ, հաստատ նկատած կլինեք այսպեսի մի գովաստ, որ արի ընկերոջդ հետ ստացիր օրինակ այսքան քեշբեք, ենթադրենք 20% քեշբեք, դա ավելի պրոֆեսիոնալ մակարդակով աշխարհի կոչվում է affiliate, այսինքն դուք կարող եք ստեղծել affiliate հղում, տրամադրել ձեր ուսանողներին եւ եթե այդ ուսանողը այդ հղումով, ընկերոջը հրավիրի, դուք արդեն այդ ամեն ինչը կտեսնեք ձեր on-line ակադեմիայի ներսում, վերլուծությունների մեջ, այսինքն այդ ամեն ինչը չի մնում օդում, այլ պարզ երևում է ձեզ մոտ, այդ ամեն ինչը կարող եք օգտագործել նաև այստեղ։ Հաջորդը Fast Drive ավտոդպրոցը գուցե տեսած լինեք իրենց մեքենաները, որ շրջում են Երևանում եւ Երևանից դուրս, Հայաստանի ամենամեծ ավտոդպրոցն է, եւ հիմա էլի մեզ հետ միասին ստեղծում ենք, սա արդեն YouTube-ում ստեղծված կայքն է, այստեղ տեսնում եք, որ իրենց գիրքն էլ է վաճառվում, ֆիզիկական գիրքը, որտեղ կա նաև հնարավորություն ֆիզիկական ապրանքներ վաճառելու։ Նկարահանումները եւս սկսել ենք, որպեսզի շուտով լինեն նաև վիդեո կուրսեր, այսինքն տեսական հատվածը, որը դեռ չէր եղել իրենց մոտ վիդեո կուրսերով, տեսական հատվածը լինելու է վիդեո կուրսերի տարբերակով, իսկ սա հաշվի առնելով այն փաստը, որ իրենք չունեն ճանաչելիության խնդիր, մարքեթինգի եւ այլն նման խնդիրներ, պլանավորվում է, որ վաճառքների շատ լուրջ աճ են ունենալու վիդեո կուրսեր ունենալուց հետո։ Եվ եւս մեկ տարբերակ, Կադիդեյան արդեն 3D զարդերի, այսպես դասընթացներ են, ծրագրեր են, ինչու եմ ես լրիվ, եթե նկատեցիք լրիվ տարբեր ոլորտներ եմ այստեղ ներառել, շատ տարբեր իրարից, որպեսզի բարձ լինի, որ ցանկացած թեմայով կարելի է ունենալ on-line ակադեմիա եւ հաջողել։ Եվ այստեղ եւս տեսեք ինչպես են վիդեո կուրսերի հատվածը։ Սա ուսանողի տեսանկյունից, այսինքն ուսանողը մտել է կայք եւ տեսնում է ինչ է կատարվում, նայում է վիդեո դասերը եւ կարող է արդեն գնում կատարել։
Հիմա ամենակարևոր հարցերից մեկը, որը եթե ուզում է բոլորին, նամանավանդ այն մարդկանց, ովքեր դեռ նոր են սկսել կամ միայնակ են, չունեն մարքեթինգային թիմ եւ այլն, եթե արդեն ունենք on-line ակադեմիա, ինչպես ապահովել վաճառք։ Իհարկե տարբերակները շատ են ու առհասարակ եթե խոսում ենք մարքեթինգից, ինքը շատ խորն է ու ժամանակ է պահանջում։ Բայց մի քանի կարևոր բան։ Ձեր առաջինը ձեր օֆլայն բազան, ձեր առաջին լսարանը պետք է լինի։ Իհարկե, եթե պահպանել եք այդ օֆլայն բազան, ինչը իրականում շատ մեծ խնդիր է, դեռ ինչ է դա նշանակում։ Եթե դուք ունեք օֆլայն բազա, այսինքն են մարդիկ, ովքեր եկել են ձեզ մոտ սովորելու, հուսով եմ պահպանել եք տվյալները։ Կլինի, չգիտեմ, Excel ֆայլում, Google ֆայլում, ինչ որ միտեղ կամ թեկուզ բլոկնոտում գրած, առհասարակ պետք է ունենաք մարդկանց տվյալները։ Ինչու՞, որովհետև ցանկացած նոր բան սկսելիս, եւ դա չի վերաբերում միայն on-line ակադեմիային, բիզնես, մենք հիշում ենք մեր արդեն եղած հաճախորդներին, ովքեր մեկ անգամ մեզ վստահել են արդեն, մեզ հետ կապ են հաստատել, անգամ եթե չեն սովորել։ Այն մարդ, ով զանգում է կամ գրում է ձեզ հետաքրքրվում է, այդ նշանակում, որ ինքը արդեն լիդ է։ Լիդ է այն մարդն է, ով պոտենցիալ կարող է դառնալ վճարող հաճախորդ, այսինքն այդպես է կոչվում։ Իրենց բազան պետք է ձեզ մոտ ունենաք։ Անպայման հավաքեք, եթե մինչև այսօր չունեք։ Ամենահասարակ օրինակը, եթե ասեմ, UTech ունի նաև մոբայլ հավելված։ Երկու տարբերակ UTech-ի, այսինքն երբ որ մարդիկ ներբեռնում են հենց UTech-ի հավելվածը եւ մուտք են գործում տվյալ on-line ակադեմիայի անունով իրենց կայք արդեն հավելված եւ ունի նաեւ դա անվճար է եւ ունի տարբերակ նաեւ հավելավճարով ունենալ ստեղծել այդ on-line ակադեմիայի հավելվածը իրենց անունով, այսինքն եթե դուք ունեք ձեր on-line ակադեմիան, կարող է UTech-ը ստեղծել ձեր անունով հավելված, որպեսզի ուսանողներն հենց ձերը ներբեռնեն։ Դա բնականաբար հավելավճարով է։ Մեր բոլոր նման հավելվածները մենք վաճառել ենք մեր եղած հաճախորդներին բնականաբար եւ այլ նամակների միջոցով։ Դրա մասին հիմա կխոսեմ։ Եվ ասեմ ձեզ, որ եղած արդեն բազա եթե ունեք, այդպես ավելի հեշտ է վաճառել, դա ստատիստիկա է, քան գտնել նորերին։ Այնպես որ եթե չունեք, անպայման այսօրվանից սկսած ցանկացած նոր մարդու, որ հետաքրքրված է կամ արդեն եկել է, հավաքեք լսարանում ինֆորմացիան։ Դա մեյլն է, պարտադիր, որ հետո նամակներ ուղարկեք, հիմա դրա մասին կխոսամ, դա անուն եւ հեռախոսահամարն է։ Սոցմեդիա եւ էլեկտրոնային նամակներ։ Ես իհարկե Ամերիկա չեմ հայտնագործում սոցմեդիայի կարևորության մասին, գիտենք բոլորս, որովհետեւ այսօր ինչ վաճառում են հիմնականում սոցմեդիայով են վաճառում, գովազդներ եւ այլն եւ այլն։ Այստեղ շատ կարևոր մի հատ բան կա, հասկանալ, թե որտեղ է ձեր թիրախային լսարանը։ Դա կարող է լինել օրինակ LinkedIn-ը։ LinkedIn-ը մի քիչ ավելի լուրջ հարթակ է, չգիտեմ ինչքանով եք ծանոթ, բայց հենց այնպես ոչինչ չի լինում։ Եթե որոշում եք LinkedIn-ով առաջ խաղացնել, ենթադրենք ունեք ակադեմիա եք ստեղծել, թեկուզ օֆլայն եւ այլն, կամ ցանկացած բիզնես։ Նախ պետք է շատ լավ պրոֆիլ ունենալ։ Ինտերնետում բազմաթիվ անվճար ռեսուրսներ կգտնեք, եթե չեք ցանկանում վճարովի։ Շատ լավ պրոֆիլ պետք է ունենաք, որտեղ մարդը միանգամից կհասկանա, թե ով եք դուք եւ ինչով եք զբաղվում, եւ բացի այդ պետք է լինել ակտիվ, ունենալ գրառումներ, շատերը ամաչում են իրականում, բայց կարող է ամաչեք վիդեոներ նկարել, չէ, LinkedIn-ը ավելի շատ գրելով, այսպես ստատուսներ են գրում, հետաքրքիր մտքերով են կիսվում, շատ հեշտ կարող է դիսկուսիաներ սկսել, հետո մարդիկ ձեզ արդեն կապ կհաստատեն ձեզ հետ connect, այդպես այնտեղ ընկերության հայտ չի, ուղղակի կապ են հաստատում, հետո դուք ինքներդ պետք է գտնեք համապատասխան մարդկանց, դա էլ տարբերակ ունի ինչպես գտնել, եւ կապ հաստատելու, այդպես ակտիվ լսարան պահել, եթե լինեք ակտիվ, մարդիկ արդեն ձեզ կճանաչեն, այսինքն այստեղ կարելի ասել մենք անձնային բրենդ ենք զարգացնում։ Սոցմեդիաներում բոլորս գիտենք Facebook-ի եւ Instagram-ի մասին, պետք է նշեմ, որ հիմնականում Instagram
կախված իհարկե այստեղ բանից, բայց պետք է նշեմ, որ օրինակ Instagram-ը այնպես է արված, որ դու անպայման փող ծախսես, որ ինքը քո գրառումները պատտի մարդկանց ցույց տա։ Ալգորիթմը այդպես է, հա, այսինքն անպայման պիտի գումար ծախսես, հենց այնպես ինքը շատ դանդաղ առաջ կգնա։ Բայց օրինակ TikTok-ը, որը չեն սիրում մարդիկ, որտեղ հայկական TikTok-ը այդքան էլ լավը չի, եթե անկեղծ լինենք, այն ինչ որ մենք տեսնում ենք, բայց կան նաև շատ լավ ալիքներ եւ TikTok-ի ալգորիթմը իրականում շատ լավն է, որովհետեւ առանց եթե իսկապես լավ նյութեր կարողանաք պատրաստել ռիլեր, ինքը կարող է շատ արագ մարդկանց ուշադրությունը գրավել ու այդտեղից մարդիկ կան ձեզ մոտ։ Բայց պետք է իսկապես լավ կարողանաք օգտագործել, սա արդեն հմտություն է ճիշտ վիդեոներ նկարելու, ճիշտ ժամերին տեղադրելու եւ այլն եւ այլն։ Էլեկտրոնային նամակներ։ Երբ որ մենք գովազդներ ենք տեղադրում, մարդիկ բնականաբար ինչ որ տեղ պետք է բերենք։ Հիմա եթե դուք ունեք on-line ակադեմիա, ունեք կայք, ցանկալի է իրենց բերել կայք։ Տարբեր էջեր կարող են լինել, ոչ միայն, հա, գլխավոր էջ, այլ նաև կարող եք տարբեր landing էջեր պատրաստել, տարբեր գովազդային արշավների համար եւ բերել այդտեղ։ Երբ որ դուք մարդկանց բերում եք, իրենք թող գրանցվում են ձեր կայքում կամ թողում են էլեկտրոնային իրենց հասցեն, ցանկալի է օգտագործել այդ հնարավորությունը եւ կապի դուրս գալ, իրենց ուղարկելով մարքեթինգային արդեն մեյլեր։ YouTube-ում էլ է այդպես, մեր բոլոր հաճախորդները, եւ ոչ միայն հաճախորդներ, մարդիկ ովքեր երբևէ հետաքրքրվել են, հա, մուտք են գործել մեր կայքի, իրենց մեյլն են թողել, իրենք ժամանակ առ ժամանակ ստանում են մեզանից մեյլեր, բայց ոչ վաճառքի մեյլեր, այսինքն մենք չենք վաճառում, այլ փորձում ենք կիսվել հետաքրքիր ինֆորմացիա, որպեսզի իրենք մեր մասին հիշեն, եւ եթե հերթահասնի արդեն կայք ունենալու on-line ակադեմիա ստեղծելու, ընտրեն YouTube-ը։ Անպայման ուշադրություն դարձրեք նամակներին։ Lead magnet։ Ինչպես ասեցի, lead-ը այն մարդն է, ով հայտնվել է ձեր, այսպես ասած, ցուցակում, դեռ հաճախորդ չի, դեռ չի վճարում ձեզ, բայց կարող է դառնալ վճարող հաճախորդ։ Մեր շատ հաճախորդներ YouTube-ում մեծ մասին իմացել են մեր վեբինարներից։ Վեբինարներից, որոնք անվճար են։ Մեր միշտ անում ենք վեբինարները անվճար եւ ուղիղ վաճառք չենք անում, այսինքն կարևոր է, որ եթե որոշել եք, հա, lead magnet-ի օգնությամբ մարդկանց բերել, ամենասկզբից չսկսեք վաճառել եւ գով քանել, այդպես էլ է լինում, որ մարդիկ ուղղակի մոռանում են ինչի համար են հավաքվել ու սկսում են ամենասկզբից վաճառել։ Դա սխալ է, անպայման, իմ խորհուրդը ձեզ, եթե դասընթացը X թեմայով եք անում, ծավալուն, հա, դասընթաց է, ուզում եք, որ ձեր վիդեոկուրսը գնեն, վերցեք ձեր վիդեոկուրսից ինչ որ մի թեմա եւ դարձեք վեբինար։ Վեբինարի ընթացքում բացեք այդ թեման, հետաքրքրություն առաջացրեք ու վերջում նոր ասեք մարդկանց, որ ավելի ծավալուն դասընթաց ունեք, որին ձեռք բերելու կամ ուսումնասիրելու համար արդեն ուղեկցեք ձեր on-line ակադեմիայի կայք։ Նույնը կարող է լինել ուղեցույցը, էլի կարող եք վերցնել ինչ-որ թեմա, բացել այդ թեման հետաքրքիր կերպով, սարքել ուղեցույց, դա PDF ֆայլն է, եւ այդպես օրինակ գովազդել մարդիկ արդեն կքաշեն այդ ուղեցույցը թողնելով իրենց էլեկտրոնային հասցեն, որը հետո արդեն որին մարդիկ կստանան ավտոմատ նամակներ, այսինքն այս կապը կարևոր է պահպանել։ Եվ սկզբնական առաջխաղացման օրինակներ, free trial, discount, ինչ է դա նշանակում, օրինակ ենթադրենք գովազդ կլինի թե առանց գովազդի, մարդիկ երբ որ կգան ձեր կայք, ձեր կոնկրետ դասընթացի edge, դասընթացը կարող է, չգիտեմ, 20-30 բաժին ունենալ, բայց առաջին բաժնի մի 2-3 դասը կարող է լինել անվճար, որ մարդիկ միացնեն, մի հատ տեսանյութը դիտեն, հասկանան, որքանով է ձեր խոսքը իրենց հաճելի, հասկանան, որ դուք իսկապես լավ մասնագետ եք եւ ուզում եք տալ այդ ամբողջ ինֆորմացիան, այսինքն առաջին տպավորություն ստեղծի, որպեսզի հետո կարողանաք վաճառել, այսինքն պետք է համոզիչ լինեն այս մի քանի վիդեոները անվճար։ Եվ իհարկե դիսկաունտը դա զեղչն է, պրոմոկոդերի հնարավորություններ կան LMS հարթակներում, դուք կարող եք ուղղակի այդպես մարդկանց բերել զեղչ տրամադրելով սկզբի հատվածում։ Ժամանակ արագ է թռնում։
Այսպես, սրանք հիմնական բաներն են, իհարկե տարբերակներ էլի շատ կան, բայց նամանավանդ, եթե դուք մենակ եք, շատ մեծ թիմ չունեք, ամենակարևորը ուզում եմ ասել, որ չփորձեք անել ամեն ինչ մենակով, այդպես չի լինում։ Պետք է նստել, հասկանալ, որտեղ է ձեր թիրախային լսարանը, ինչ եք դուք ցանկանում, ինչպես անել ու անպայման օգտվեք արհեստական բանականության տված բարիքներից, եթե դեռ չեք օգտվում, իհարկե AI գործիքներ շատ կան արհեստական բանականության, բայց դե ամենահայտնին եւ իմ սիրելին ChatGPT-ն է, չգիտեմ օգտվում եք թե չէ, բայց անպայման օգտվեք, խոսեք, զրուցեք, իր հետ զրուցելն էլ ունի ինչ-որ կանոններ, կարևոր է ճիշտ կարողանալ զրուցել, որ ձեր ուզած ինֆորմացիան տա եւ բավական ձեր ժամանակը կխնայի։ Մեզ հարցեր գրել են։ Եթե հարցեր ունեք, գրեք, որովհետև արդեն ավարտում եմ, անցնում է մեր ժամանակը։ Եվ ինչի մասին էի ուզում խոսել մեր նոր առաջարկի, որովհետև սա նորություն է մեզ մոտ, չենք ունեցել, դրա համար այս վեբինարի շրջանակներում կպատմեմ։ Մենք արդեն ունենք ստուդիա պրոֆեսիոնալ նկարահանման, ինչու որոշեցինք այս ամեն ինչ անել, որովհետև շատերը ովքեր դժվարանում են ինքնուրույն վիդեոկուրսեր նկարել, նամանավանդ ընկերությունները շատ էին հարցնում, արդյոք կարող եք մեզ սրանով օգնել, մենք որոշեցինք այս ամեն ինչը իրականություն դարձնել, այժմ ունենք պրոֆեսիոնալ ստուդիա, պրոֆեսիոնալ նկարահանման ամեն ինչով եւ մենք կարող ենք այս հարցում ձեզ օգնել, բացի դրանից եթե ընկերությունը կամ չունեք աշխատակից, առանձինով կզբաղվի այս ամեն ինչով, մենք կարող ենք նաև կայքը պատրաստել, վերբեռնել նյութերը, ամեն ինչ, այսինքն ձեզ կմնա միայն զբաղվել ձեր բիզնեսի առաջ խաղացմամբ, մասշտաբավորմամբ։ Այս ամեն ինչը սրա մասին, եթե իրականում գուցե գնի մասին հիմա ձեզ մոտ հարց առաջանա, յութիչ հարթակից օգտվելու համար գները հստակ են, դրանք կան մեր կայքում կարող եք նայել, ազատ դրված են, բայց այս մասով նկարահանումների ոչինչ ասել բնականաբար չեմ կարող, որովհետև գինը կախված է քանակից, ձևից եւ այլն, շատ տարբեր բաներից, իսկ դրա համար կարող եք ուղղակի կապի դուրս գալ մեզ հետ եւ քննարկենք, թե ինչ է ձեզ անհրաժեշտ։ Երևի թե այսքանը, հարց հեսա կկարդամ։ Ուզում եմ ասել շնորհակալություն, որ միացել եք, մեր մասին գիտեք, այսինքն կայքը կա, մենք նաև կուղարկենք մեյլը Սահիկա Շարով, կարող եք ուսումնասիրել, լինքերը կան եւ նաև ուզում եմ ասել, որ ես ունեմ Instagram-ում page, որտեղ խոսում եմ on-line դասավանդումից, հետաքրքիր տիպերով եմ կիսվում եւ այլն, այս վերջերս շատ հաճախ չի ստացվում, բայց ամեն դեպքում փորձում եմ ակտիվ պահել, կարող եք նաև միանալ իմ ինստագրամյան էջին։ Հիմա նայենք ինչ են մեզ գրել։ Ուրա չատա, կներեք։ Ստուդիայի պայմանները, Տաթև ջան, այո, կուղարկենք, Ջուլիային կասեմ ձեզ հետ կապ կհաստատի անպայման, ես մի բան էլ ուզում եմ ասել, որ անգամ իմ վիդեոկուրսերը, ես ինքս ունեմ վիդեոկուրսեր, որ միանակ իմ ինստագրամյան էջին, ուզում եմ ասել, ես ինքս եմ սովորական հեռախոսով նկարել, որպես անհատ եւ ինքս եմ մոնտաժել, ուզում եմ ասել, որ անգամ եթե պրոֆեսիոնալ ստուդիայի հնարավորություն չկա, շատ հանգիստ կարելի է ինքնուրույն այդ ամեն ինչը անել, սա ավելի շատ մեծ ընկերությունների համար է, այսինքն մենք ստեղծել ենք այս առաջարկը, բայց պայմանները անպայման Ջուլիայի հետ կշփվեք իմանաք։ Արդյոք հնարավոր է բազմալեզու բովանդակություն ստեղծել, հնարավոր է, մի քիչ վերաբանով է հնարավոր, մենք ունենք հաճախորդներ, ովքեր ում կայքը մի քանի լեզվով է, այսինքն landing edge-երը կարելի է ունենալ տարբեր լեզուներով եւ այդպես մենյուում է դրվում դրոշները կամ բանով է գրվում, որպեսզի ուսանողը կարողանա փոխել լեզուն եւ իրեն հարմար լեզվով տեսնել կայքը, եթե կարիքը կա, այդ տարբերակները, որոնք արդեն ունենք, կարող ենք էլի ուղարկել, որ արդեն ավելի պարզ տեսնեք։ Եթե դասընթացը իրական Zoom դասից տեսագրել ենք ու մոնտաժել, որքան է էֆեկտիվ վաճառքը։
Կրճատվել են, պահպանենք, օքեյ, այս տարբերակն էլ է հնարավոր, որտեղ մենք էլի ունենք հաճախորդներ, ովքեր զումով են, ասեմ ավելին, դա ասել չեն արել զումով, այլ ուղղակի զումն են միացրել են էկրանը, որ նկարահանվի, իրանք այդպես նկարել են, պատկերացրեցիք, այդ էլ է տարբերակ, այսինքն կարևոր այստեղ որակն է, այդ իրոք կարևոր, որտեղ բոլորս էլ ուզում ենք մանավանդ այս դարում, որ այսքան ամեն ինչ զարգացած է, ուզում ենք պարզ բան տեսնել, պարզ վիդեո տեսնել էլի, եթե ձայնը եւ էկրանը նորմալ է, հաստատ դա բովանդակության վրա ոչ մի ձև չի ազդում։ Կարող եք շատ հանգիստ այդպես էլ անել։ Ինձ հետաքրքրում է հաշվապահությունը վարելու վերաբերյալ վիդեոդասեր ունեք։ Մենք վիդեոդասեր չունենք, Արսեն ջան, բայց ուզում եմ հիշել, մենք հաճախորդ ունենք հաշվապահություն։ Չեմ հիշում, այս պահին չեմ հիշում, դե մենք չունենք, YouTube-ը վիդեո կուրսեր չի անում, մեր հաճախորդները, բայց կհիշեմ, անպայման կասեմ, անպայման, բայց դուք ինձ, ես ենթադրում եմ երևի ԱՁ-ի հաշվապահության, ենթադրում եմ, որ դա կլինի, մեզ առանձին գրեք կխոսենք։ Լարինա, վաճառքի գործում աջակցություն կարող ենք ակնկալել, չէ, YouTube-ը չի, վաճառքով ոչինչ չենք օգնում, միանշանակ չենք օգնում, ու կարելի է գտնել այլ մարդկանց, հա, ընկերություններ կան, ունենք հաճախորդներ, ովքեր վաճառքի ընկերություն են, նույն ինքը Ստամինան եւ այլն, բայց մենք չենք օգնում, որովհետեւ մենք կենտրոնացած ենք ուղղակի լավ LMS հարթակ ձեզ տրամադրելու կամ մասնագետի տվյալներ, լավ Արսեն ջան։ Ինչպես ենք մենք կայքի տեսանելիությունը ապահովում ձեր հարթակում, պիտի բեմում մտնել միայն, թե որոնողական համակարգերում եւ այլն եւ այլն։ Տեսեք, SEO-ի հետ կապված, որը որոնողական համակարգերին է, հա, որոնողական համակարգերի կարևորությունը, հա, SEO-ն է տալիս, մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, այսինքն այնտեղ կայքի քարտեզ եւ այլն ինքը ավտոմատ գեներացվում է, ունենք տեղերը, որ SEO թեգերը եւ այլն դնեք, կայքի տեսանելիությունը ապահովում եք դուք, այսինքն պետք է SEO անել, որը հիմա օրինակ YouTube-ը, չգիտեմ, հազարավոր այցելություններ ունի, բայց դա երկար ժամանակ ենք, էլի մենք դրան եկել պատկերացնում եք, SEO-ն այդ հեշտ բան չի, նամանավանդ փոխվում է նաև SEO-ն արհեստական բանականության հետ մեկտեղ, օրինակ ես վերջերս ինձ հետ կապ էին հաստատել, շփվում ենք ու ասաց, որ ChatGPT-ում է փնտրել LMS-ներ ու YouTube-ը ChatGPT-ն է իրան առաջարկել որպես տարբերակ, այսինքն մենք հիմա արդեն մի քիչ այդ ուղղությունն էլ ենք փոխում, ուզած թե չուզած, բայց ապահովում եք այո դուք, դե բնականաբար պետք է սոցմեդիայում էլ ակտիվ լինեք, ուղղակի հենց այնպես մարդիկ ձեզ չեն գտնելու, բայց ես խորհուրդ եմ տալիս նաև իմ անձնական փորձով ձեր անձնային բրենդի վրա նաև աշխատել, որտեղ մարդիկ հավատում են մարդկանց եւ ոչ թե ուղղակի լոգոներին։ Կամ եթե ձեր հա լոգոյով կազմակերպության այդպես եք ներկայանում սոցմեդիայով, ցույց տվեք մարդկանց, ուղղակի ցույց տվեք, որ տեսնեն մարդիկ են իրականում, այդպես ավելի շատ են վստահում։ Так, սա էլ կարդացի։ Այո, էլ չունենք հարցեր, ժամանակը շատ արագ թռավ, եթե 1 ժամ է, արդեն միասին ենք։ Եթե չունեք հարցեր, եթե հետո կհիշեք հարցերը, սիրով կարող եք կապ հաստատել, մենք եւ on-line chat ունենք եւ հեռախոսով ենք հասանելի, մի խոսքով ամենուր հասանելի ենք, կամ սոցմեդիայով, մենք նաեւ ձայնագրել ենք, ձայնագրությունը ու նաեւ սահիկաշարը, բոլոր հղումներով ձեզ կուղարկենք, այդպես բոլորիդ բարի ընթացք, չգիտեմ, հիմա ամառ է բոլորը մի տեսակ արձակուրդային տրամադրության մեջ են, չգիտեմ ինչքանով կաշխատեք, ինչքանով չէ, բայց ամեն դեպքում բոլորին բարի ընթացք եմ մաղթում, հուսով եմ շուտով լսել ձեր on-line ակադեմիաների մասին, իսկ եթե կլինեն հարցեր սիրով։ Ստայություն եւ բոլորին լավ երեկո եմ մաղթում։ Ստայություն։ Merci, շատ հաջողություն։